բարեգործությունը երկու կողմանի է, մեկը շահառուների համար, մեկը բարեգործների համար, ու խոսքս նրանց մասին է, ովքեր ունեն մի քիչ ավելի շատ, քան իրանց պետք է։ Ես չեմ կարծում, որ մենք կարանք այդ փողը ծախսենք որևէ ուրիշ ավելի լավ բանի համար, քան կյանք ու ժամանակ առնելու։ Միայն այն պատճառով, որ ընդամենը մեկ մարդ այսպես է մտածում, մենք արդեն 37 այդպիսի կյանք ու ժամանակ ենք շահել։ Գևորգ Սեթրակյանը բժիշկ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա ամենամեծ նվիրատուն է Հայ ասոցիացիայում արդեն մի քանի տարի, 200-ից ավելի ընտանիքների ֆինանսավորում, ամբողջ հովանավորությունների մոտ կեսը ասոցիացիան իրականացրել եւ շարունակում է նրա օգնությամբ։ Երեխայից ավելի մեծ ուրախություն չկա։ Դրա համար փողը դրախտ պետք է ծախսեն։ Եթե այսպես մտածեն ու գործեն թեկուզ 5 հոգի, սա արդեն Հայ ասոցիացիայի հիմնադիր նախագահ Տիգրան Հակոբյան Հովհաննիսյանի երազանքն է, պատկերացնելով, թե այդ դեպքում քանի երեխա կարող էր հիմա խաղալ այստեղ։ Ընդամենը 5 հոգի, տասնյակ միլիոն հաշվող հայերի մեջ, եւ դա էլ դեռ ցանկություն է, ոչ իրականություն։ Եթե իրականություն դառնար, իսկ 5-ն էլ դառնար 10 կամ ավելի, ապա հնարավոր կլիներ անգամ փոխել Հայաստանում ցածր ծնելիության ցուցանիշը։ Բայց առայժմ Հայաստանը շարունակում է մնալ նվազող բնակչություն ունեցող երկրների շարքում եւ դեռևս միակ մարդը, ով զգալի գումար է տրամադրում Հայ ասոցիացիային երեխաներ ծնվելու համար, ամերիկահայ այս բժիշկն է։ Գևորգ Սեթրակյանի աջակցությամբ ծնված 37 փոքրիկների համար արդեն կարող ենք հանգիստ շունչ քաշել, վայելել այդ երջանկությունը եւ սպասել նրա հովանավորությամբ մյուս երեխաների ծնվելուն։ Ընդհանուր առմամբ Հայ ասոցիացիայի հաղթանակները կյանքի համար պայքարում դեռևս 110-ն են։ Դա էլ շնորհիվ Հայաստանում եւ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հանգանակությունների, ով որքան կարող էր կամ պատրաստ էր։ Շնորհակալություն, ով գիտակցեց ու աջակից եղավ։ Շարունակեք նույն կերպ, որովհետև մենք շարունակում ենք կյանքեր պարգևել։ Իսկ վերջում իհարկե այն մասին, թե ով օգնեց, որ մեր փոքրիկներին ուրախ ու զվարճալի եւս մի օր պարգևենք։ Մեգամոլ առևտրի կենտրոն Magicland խաղային ժամանցի սրահ։ Շնորհակալություն տնօրենությանը այդ հնարավորությունը մեզ սիրով տրամադրելու համար։ Իսկ Գևորգ Սեթրակյանին որպես շնորհակալություն պարզապես կփոխանցենք այս հրաշք երեխաների բոլոր ժպիտները։